Նրանք, ովքեր չվախեցան եւ առաջնորդեցին, հաղթանակներ կնքեցին։ Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ ապարանում ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Զուգահեռներ տանելով ներկայիս իշխանության ու երբեմնի հայրենասեր քաջագործների միջև, Սրբազան պայքարի առաջնորդը շեշտեց, որ այսօրվա իշխանությունը ոչ մի համատեղելիություն չունի մայիսի 28-ի օրվա խորհրդի հետ։ Բացարձակ չունի, որովհետև նրանք պղծել, մսխել, ջարդել, փշրել են ամեն ինչ։ Գողացել են պատիվ էլ, ուրախություն էլ։ Ամեն բան էլ եւ ժողովրդին տևապես տանում են պարտության եւ ոչ թե հաղթանակի, տանում են սպառողականության եւ ոչ թե երազանքի։ Այսօր մենք կոչված ենք ազատագրության, ուղղակի ազատագրության։ Այն պատգամներով, այն կանխով, այն տեսիլքներով ինչ ուներ մեր սիրելի հրամանատարը Դրաստամատ Կանայանը, մեր բոլոր հրամանատարները, գեներալ Սիլիկյան, Պողոսբեկ Փիրումյան, Դանիել Բեկ Փիրումյան, Գարեգին arczepiskopos Հովսեփյան, Զավեն եպիսկոպոս, Եզնիկ եպիսկոպոս, Տաճատ քահանա, Դանիել քահանա, մահապարտների գունդ եւ ուզում եմ այո շեշտել, թեպետ Արցախում վստահաբար նաեւ այստեղ, թեպետ Սարդարապատում վստահաբար նաեւ որոշ իմաստով այստեղ ապարանում առանցքային դերակատարություն են ունեցել Արցախցի մեր մարդիկները ներառվելով հոգևորականների գնդի, մահապարտների գնդի մեջ ներգրաված ունելով Գարեգին arczepiskopos Հովսեփյանցի գլխավորությամբ։ Եվ այս բոլորի գլխին, որպես թագուպսակ, մեր երջանկահիշատակ Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոս, որի մի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի անելու եւ հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այդ ժողովուրդը։ Այսօր մենք նույն իրականության առջև ենք ոչ միայն արտաքին թշնամու, այլ հենց ներքին թշնամու նկատմամբ։ Դրաստամատ Կանայանի շիրմի մոտ նշեց Բագրատ Սրբազանը, կոչ անելով նախ տունն ազատագրելու, ապա պատիվը վերականգնելու։